Մատաղը հայ առաքելական եկեղեցու հին ու խորհրդավոր ավանդույթներից է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ժողովրդին։ Այն մատուցվում է որպես երախտագիտություն, Աստծուն առողջության, փրկության կամ կարևոր խնդրի լուծման համար։ Մատաղը ոչ թե պարզապես զոհաբերություն է, այլ հավատքի խոնարհության և սրտի մաքրության արտահայտություն։ Մինչև Քրիստոս մատաղը զոհաբերություն էր։ Քրիստոսի խաչելությունից հետո ամենամեծ զոհաբերությունը, որ Քրիստոս արեց մարդկային սերունդի համար, տվեց իր կյանքը, որ մարդիկ փրկություն ժառանգելու հնարավորություն ունենան։ Դրանից հետո արդեն մատաղը իմաստափոխվեց, այսինքն մատաղը ողորմություն անելն է։ Պարտադիր այդպես բան չկա։ Ցանկությունը մարդիկ, այսինքն ցանկանում են ողորմություն անել։ Մատաղ տեսեք, մատաղատներ են եղել, որտեղ տարել են մարդիկ, գառն են մորթել, աղավնին են, եփել են, բաժանել են մարդկանց։ Հիմնականում եկեղեցիների մեծ տոների ժամանակ մարդիկ հաճախ գյուղերից, շրջաններից բերել են վանքեր, մատաղ են արել, մորթել են գառը եւ բաժանել են ժողովրդին։ Այսինքն ողորմություն անել իմաստ ունի։ Եվ այդպես պարտադիր որպես սկզբունք չունենք, բայց տարվա կեսը պահքի օրեր են եւ կեսը ուտիկ, այսինքն որ ամեն բան կարելի է ուտել, իսկ պահքի օրերին մսեղեն չի կարելի, կենդանական ոչինչ չի կարելի։ Եվ բնականաբար այդ օրերին մատաղ չեն անում, կան օրեր, որ մատաղ չի կարելի անել եւ պահքի օրերն են դրանք, եւ կան օրեր, որ կարելի է մատաղ անել։ Մատաղի արարողությունը սկսվում է Տեր Հոր օրհնությամբ եւ աղոթքով։ Այդ պահին հավատացյալը իր սրտի խորքից շնորհակալություն է հայտնում Աստծուն եւ խնդրում խաղաղություն իր ընտանիքին եւ մտերիմներին։ Օրհնված մատաղի միսը բաժանվում է մարդկանց հատկապես կարիքավորներին, ինչը խորհրդանշում է միասնություն, սեր եւ փոխօգնություն։ Մատաղը մտածված է աղքատներին բաժանելու համար, այդ ժամանակներին, այդ խոսորվա մտածելակերպ չէ, այդ մատաղը տարերով է եկել։ Առաջվա ժամանակներում աղքատներն եղել են, աղքատները չարված են եղել, ամենտեղ աղքատ է եղել։ Այդ համար ժամերը կամ տեղերը մտածվել են, որ աղքատներն սնունդ է պետք։ 7 տոն է մտածված, 7 տոն դե բաժնեն էլի։ Գարնան լավաշով հատուցե, լավաշ եփեն բաժնեն աղքատներին, բայց որ աղքատներին, դե մենք տեսնենք կողք չեմ հաղթարված են, ման աղքատներ չկար տանիշ, բայց հարևաններում կարել է 7 տեղ բաժնես։ Եկուս կարիքավոր մարդում օգնես, դա էլ գալի հատուցում, որ սիտը թանկիստ գալի Աստված քեզի վերևից կաշեր դու այդ լավություն ներար։ Մատաղը մեր ազգային ու հոգևոր ինքնության կարևոր մասն է, այն միավորում է ընտանիքների, հարևանների, հիշեցնելով, որ հավատքը միայն խոսք չէ, այլ գործ ու հոգատարություն։ Մատաղը սովորեցնում է կիսվել, գնահատել, ստացածը եւ ապրել Աստծո օրհնությամբ ու խաղաղությամբ։